կտրի եւ դա է պատճառը, որ ես գենետիկորեն չեմ կարողանում տանել մեծահարուստներին, ես այս ինֆորմացիան ընդունում եմ որպես հալած յուղի տեղ, բայց ես ավելին եմ ուզում, որ հիմնավոր փաստ լինի ինչ որ մեկի կողմից արձանագրված նոր, դրանից հետո մենք կանրադառնանք Գեգամ Ջանվելյանին։ Քանի որ ճանաչել եմ նաև Գեգամ Ջանվելյանի հորը, եթե չեմ սխալվում, ինչ էր այդ մարդու Մարատ էր, ինչ էր սենց սաղ ջաներ, բանը պսորյազի մեջ։ Ճանաչում եմ ես այդ մարդուն, հələ շփվել ենք, անցնենք առաջ։ Ամբողջ համացանցը ողողել են տեղեկատվությամբ, որ Ռուսաստանի Դաշնությունը արգելել է Հայաստանի Հանրապետությունից մրգի պտուղ բանջարեղենի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Որոշակի անգրագետ երևույթներ ասում են մենք կուտենք, թե այդքան ոնց են ուտեմ, ես չգիտեմ։ Հիմա հարգելի գյուղացիներ, այն որ խառնվել եք իրար, զանգը մեկ ինձ արդեն, մեր ծիրան մնաց, միրգն մնաց, գիլազն մնաց, խիարն մնաց, փրչերն մնացին եւ այլն։ Հիմա հելեք հավքվեք, հելեք գնացեք դավալու, բանը Արարատի մարզ, Վազգենի քվոր մոտ, ասեք այ բոզի տղա, էսի միրգը, էսի դու, հիմա դե մեր միրգը, մեր պտուղը, որը որ մենք ապրում ենք, արտահանի Եվրոպա։ Մարդն ասում է, ասում է, մենք ես ձեզի բոլորին տանում եմ Եվրոպա, ոնց է տանում, խի է տանում, ուր է տանում, մեզ ընդ սպասում են, չես սպասում, խեռտեղ դնող կա, թե չկա, հարց է։ Հիմա գնացեք դրան, այդ բոզի տղուն, այդ ինտելիգենտ ղախպի տղուն, դրան, Արման Բաբաջանյան, էր ինչ են իբան բոզի տղաունը, Խզմալյան, մզմալյան, այդ ես ղախպեքին, որ էթը մեն, ուր են, էթի ոնց որ մեկը մի հատ մեր են բանը, օրես մի 3 օր առաջ էր, 4 օր առաջ էր, Հնդկաստանում ամուսնացավ ամենահարուստ մարդու տղեն, Ասիայում, ամենահարուստ մարդու տղեն, որ նայում է այդ տղու վիճակը, քաքի գունդ, սենց իշնմա, սենց լայնանմա, էլի սենց իշնմա։ Եթե Երևանի քաղաքապետարանում ծծերա, ատեղել սաղ բդեր էր։ Մթում են նիհար օլիգարխի աղջիկնել, սիրահարվելա այդ քաքի քակամանի վրա, լրիվ քակաման, ամեն մի մատանին 4 միլիոն, 10 միլիոն դոլարնի, ով կա չկա հավք է բերել էր։ Հիմա ոնց որ մենք, ես խոսքյորինակ, ասեմ ես էթում եմ հարսանիք, էթում եմ, հենե էթում եմ, նստում եմ սամալոտ, թռնում եմ դելի, էթում եմ հարսանիք, գնացի հասատ է, այդ շենքը հզգող անվտանգություն չասի, այ խրի գլող դով ես, կեզ կանչել են, չէ, բայց ես եկել եմ, խրստը չես եկել, վրագնա հետ, այլը վիճագնա, մենք հել էթում ենք Եվրոպա մեզի կանչում է, ասում է արի թե չէ, մի հատեսը 650 միլիոն դոլարանոց հարսանիք, դարի հարսանիք, ու հիմա այդ հնդիգը կշնակը շնան, իան դրել այդ ու բիդի դար է, կեղտոտ մազերով, բանով, որ են կողի, են նիհար աղջիկը, իան սիրում է, նայմ ես այդ տողու պախոտ կենաց մեզ լավ, նուժին ես տղեն չի հասկնում, որ այդ աղջիկը իան չի կարա սիրի այդ կաքի կաշը, հետարքիրա, ոնց որ այսօր էլի շատ հարուստներ ամուսնանում են, 600 միլիոն ծախսի հարսանիքի վեն, 600 միլիոնից 6 միլիոն ծախսի, այդ բդերըտ դզեին պչեին, մսերըտ հանեին թապին, որ կարանա, դաժը չի կարում կայլի, 20 տարեկան ջայլ տղայո, հարամալն է այդ փողը, հարամալն է այդ, բանը միլիոնները, որ առողջություն չունես, հիմա սնանք, էթմ են, ուր են էթմ, կանչել են, ընդեյան են ծծնում են Եվրոպայի մեջ, մի հատ բանի, ինչ այն Ուկրայնան խնձոր էր ուզում մցներ, հելան ուկրայնացիկին ծսրին, մի հատ խնձորի համար, հիմա այս բոզի տղեկն ասում են, մենք ձեզ տանում ենք, դուք պասպարտ չեք կարամ տպեք, դուք Եվրոմիություն ուր եք էթ հմարո, այմը սիրելի գյուղացներ գնացեք, Վազգենի քվորը ծսրեք, ձեր միրգը դրեք դեմը, թո ծախի, իա բոզի տղու հետ միասին, մենք անադարձել էինք, ասիկը բացահայտեցինք են ուրա, այս գյոթին, Տիգրան Ռոբերտի Նազարյան, են որ թակնված էր արդեն սաղ Հայաստան իմացավ, ով այս ղախպ են, են որ օբեկնի, միլիարդատերնի եւ այլն, անուշապերնի կզանգին, ասին պարոն Ղուկասյան, այդ Rolls Royce-ը, որ էսի քշմտոb սրանով է, 77 GG
դիդ հայ գ 777 եւ այլն դա բանը պատկանում է Դավիթ Սուքյասյանին Իսկ Դավիթ Սուքյասյանը ML Mining-ի սեփականատերն է նույն հատուկ հնչական ծառայության աշխատակազմի ղեկավար ա եղել ինչ ա եղել ում պիտի այսօր Աննա Վարդապետյանի այսօր քեզ հատուկ եմ անդրադառնալու Աննա Վարդապետյանի նման ագարկեն Պիտի որ վաղուց կալանավորած լինեն, ասեն տղա ջան, էսի քեզի որտեղից, այսքան ունեցված, մի մասն էլ վեկալեմ գրեմ ես այս գյոթերի անունով մտում սրանք օլիգարխ են, դա ոչ մեկ չի ճանաչում, բայց կապիտալի 10%-ը սրա վրա է, 5%-ը նրա վրա է, 10%-ը նրա վրա, դե այդքան ո՞ւս գրետի է վրա։ Ու այսօր կոռուպցիայի դեմ պայքար են տանը մտում, պետական բյուջեն էլ դադար գա, 300 միլիոն չկա։ Ասում է թե բանա, կոռուպցիայի դեմ մեկ բան ենք անում, ճիշտ չի, Աննավարդ, ես այսօր քեզ թաղելու եմ, այսօր քո թաղման օրն է, համբերի։ Ու բանից պարզվում է, որ փաստորեն Տիգրան Ռոբերտին, ես ասում եմ, չախ դեց օլիգարխ չկա, Поставное лицо. Ինչ կա չկա գրած այս գեղացու վրեն, դրա 80%-ը պատկանում է Դավիթ Սուքյասյանին։ Անդո բախի չեք ծսցնում։ Բոզի տղայեք դրա համար։ Էս հետո ժողովուրդն իմանա, անցանք առաջ։ Անցանք առաջ։ Մախոտ հետաքրքիր զանգ։ Battery 80%. Connected to. Yep. Call ended. Այս անտերը խեմանջատը վրա, չգիտեմ։ Ալո։ Ալո։ Battery 80%. Պարոն Գևորգյան, բարև ձեզ։ Ալո։ Պարոն Գևորգյան, բարև ձեզ։ Պարոն Գևորգյան, բարև ձեզ։ Ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը, ես ձեզ զանգել եմ մեկ հարցի շուրջ ձեզ հետ քննարկում ունենալու նպատակով։ Ասացեք, դուք իշեք լսում։ Ալո։ Ալո։ Պարոն Գևորգյան, դուք իշեք լսում։ Ալո։ Չլսվա վարդեն, մեկ սոկ ձենը գնաց։ Ալո։ Ալո։ Call ended. Մեխոտ է զանգենք։ Պարոն Գևորգյան Հակոբը Շիրակի մարզպետի օգնականն է։ Ալո։ Պարոն Գևորգյան։ Ալո։ 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 Չի լսում։ Ալո։ Դուք իշեք լսում։ Չի լսում։ Օմբուդսմենը լսում է, ինքը չի լսում։ Ալո։ Պարոն Գևորգյան, Ալո։ այ մարդ չի լսվում։ Ալո։ Հոպլո։ Ալո։ Այ հոպլո։ Պարզ արդեն։ Նեմա։ Լավ, չի լսում։ Մենք որ ասում մենք ուզում էինք по-хорошему։ Ուրեմն Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան, ոտքի։ Շիրակի մարզպետը ունի օգնական Գևորգյան Հակոբ, նորվա երևույթն է, որ ալո, բազմի մայո, ինքը չի լսում։ Նախկինում աշխատել է 23 դպրոցի տնօրեն։ Ես էսի հատուկ ասում եմ Գյումրվա մեր ժողովուրդը, չնայած Գյումրվա ժողովուրդը լավ գիտի եւ Շիրակի, որ ասում են թե Նիկոլան լավ ղեկավար է խնամի